անտանտի երկրների հետ ոչ մի հարաբերություն այս շրջանում չունենք, որովհետև արգելված էր, ոչ թե արգելված, որովհետև հասկանում էինք, որ Քարյակ դաշինքը չի ների նման հարաբերություն։ Իհարկե, սա կլիներ երկրի խոշոր ռազմական հարված երկրի վրա։ Բայց նաև կան, ես վերջերս լսում եմ ինչ-որ կան նման հանրային քննարկումներ, որ ասում են փաստացի Հայաստանը դարձավ Քարյակ դաշինքի դաշնակից անդամ գրավյալ տարածք որը պարզաբանենք դա մենք միշտ որ այդ հարցը շատ հստակ ասենք որ Բաթումի պայմանագիրը եղել է թելադրված եղել է վերջնագիր որը ստորագրելուց առաջ մենք ստացել ենք ընդամենը 48 ժամ երբ վեհի բասած ու ոչ մեկը մեզ այդ տեքստը չէր քննարկում համաձայնեցնում տեքստը դերեցին ասին 48 ժամ կամ մենք սկսում ենք հարձակում Եվ նաև երբ որ ապագայում անտանտի երկրները պետք է որոշեին մեր կարգավիճակը, նրանք նույնպես կարող էին Հայաստանի վիճակը համարել պարզապես գրավյալ տարածք դիմացինի, չէ, Թաշնամու կողմից գրավյալ տարածք, բայց այդպես չի եղել, որտեղ մեր ռազմական շտաբը հատուկ տեղեկանք պատրաստեց Անտուան Պուադեբարի համար, որը եղել է Տիֆլիսում Ֆրանսիայի ռազմական ներկայացուցիչը, այդ տեղեկանքը ուղիղ գծով գնաց Կլեմանսոյի մոտ, որը եւ վարչապետ էր Ֆրանսիայի եւ ռազմական նախարար, ինքը ուսումնասիրեց այդ ամեն ինչը եւ ասաց, որ հաշվի առնելով, որ փետրվարի 12-ից 18 թվականի մինչև մայիսի վերջը, մինչև Սարտարապատը Հայաստանը մենակ է դիմակայել Օսմանյան կայսրության բանակին, որևէ դաշնակից չունենալով, այո, հետ քաշվելով, հանձնվելով, տարածքները կորցնելով, բայց ամենայն դեպս որքան հնարավոր է կռվել է, մենք գտնում ենք, որ նա եղել է կրտսեր անտանտի կրտսեր դաշնակից, այնինչ որ ստորագրել է իհարկե պատիվ չի բերում, բայց տիպողական է, պարզապես վերջնագիր է, ու նաև վերջնական ձևակերպում չի ստացել։ Հա, այսինքն նաև գնահատվում էր հայերի կռվելու պատրաստականությունը։ Իհարկե, եկեք չմոռանանք, որ 17 թվականի դեկտեմբերի 29-ի 5 տոմարով, ուրեմն հունվարի 11-ին, չէ, երբ որ ռուսական նոր սովետական խորհրդական իշխանությունը Լենինի Ստալինի ձեռքով գրեց, ստորագրեց Արևմտյան Հայաստանի դեկրետը, հռչակագիրը, չէ, հռչակագիրը առաջին, այո, մեր ինքնորոշման իրավունքն էր շատ լավ էր, բայց ինքնորոշման իրավունքը անմիջապես գալիս էր զուգահեռ հայտարարությամբ, որ ռուսական բանակը դուրս է գալիս տարածքից։ Տեսակ այսպես ցինիկ ինչ-որ մի հայտարարություն։ Հաջորդ օրը Օսմանյան ռազմական նախարար Էնվերը զեկուցեց իր կառավարությանը, որ մեր ճանապարհը բաց է, անմիջապես պետք է սկսել հարձակում։ Մեզ ոչ մեկը չէր հացնում ու թեև Երզնկայի զինադադարը պետք է գործեր մինչև փետրվարի 14-ը իրականում նրանք սկսեցին հարձակում փետրվարի 5-ին սկզբից Բիթլիսից մինչև Թիրեբոլի ամբողջ ճակատով գնացին առաջ իսկ փետրվարի 12-ին արդեն Երզնկայից սկսեցին այսինքն այնտեղ որտեղ դրած էին հայկական ազգային զորամասերը Հա, եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ թղթի վրա գրված պայմանագրերը մեծ պետությունները սովորաբար այն օգտագործում են այնքանով, որքանով այն համապատասխանում է իր շահերին։ Իսկ այն պահում, որ այն պահին, երբ որ այն չի համապատասխանում իր շահերի հետ, այդ փաստաթուղթը դարձնում է ուղղակի թուղթ եւ դրա համար ուղղակի մենք պետք է գրանցենք, որ ի տարբերություն Քարյակ դաշինքի անտանտի երկրները կարող են պարզապես Հայաստանը որակել որպես գրավյալ տարածք։ Այո, իհարկե։ Եվ ընդհանրապես մենք մասնակցություն չենք ունենա որևէ բանակցությունների։ Այդպես չի եղել, սկզբից կրտսեր դաշնակից էր, հետո զեկուցողներ Փարիզում, հետո նաև երբ որ արդեն Սանդրեմոյում որոշվում են սահմանները եւ այլն, պատրաստում ենք մենք սահմանագծերը եւ այլն, այսինքն